Ըստ վարչապետի, որոնք են եղել 2021-ից 26 թվականների կառավարության 3 ամենամեծ ձեռքբերումները։ Ամենակարևոր ձեռքբերումը համարում են բնականաբար խաղաղությունը։ Երկրորդ ամենակարևոր ձեռքբերումն ըստ Փաշինյանի առողջության ապահովագրության համակարգի սոցիալական ոլորտի բարեփոխումներն են։ Երրորդը պետական համակարգի ու բանակում իրականացված բարեփոխումները, իսկ որ ոլորտներում մեծ հաջողություններ չեն արձանագրվել եւ ինչի վրա պետք է կենտրոնանալ։ Երկու բան կնշեմ՝ ջրային ոլորտը եւ արդարադատության ոլորտը, որտեղ երկու տեղերում մենք մեծ խնդիրներ ունենք եւ այդ խնդիրները կուտակված են, այդ խնդիրները չեն լուծվում։ Եվ Հայաստանում պետք է ունենալ այնպիսի արդարադատության համակարգ, որը բխի ժողովրդից։ Սա լինելու է բացարձակ առաջնահերթություն ջրի խաղաղության հետ մեկտեղ։ Շարունակելով պատասխանել իշխող խմբակցության անդամների հարցերին, վարչապետը նշեց, այսօր խաղաղությունն է բերել տնտեսական զբոսաշրջիկների թվի, ինչպես նաև բյուջեի աճ։ Նա վստահեցրեց, որ 2018-ից հետո ընտրակաշառքի ինստիտուտը Հայաստանում չի աշխատել եւ չի աշխատելու։ Այս ընթացքում Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված խորհրդանի ընդդիմության հատվածի շարժը։ Գրանցվում են, որպեսզի աշխատավարձ ստանան, բայց գնում են, որպեսզի չմասնակցեն նիստին։ Մենք 5 տարի այդ շարժն ենք տեսնում։ Տենց ինչ-որ բան ոնց որ պատտվիր կյանքի կարուսել երգը։ Գրանցվում են, որպեսզի չզրկվեն աշխատավարձից եւ զրկվում են։ Այո, իհարկե։ Ապա վարչապետը կեսկատակ, կեսլուրջ ընդդիմության ներկայացուցիչներին հետևյալ կոչն արեց։ Ընդդիմության մյուս ներկայացուցիչներին կոչ եմ անում գալ եւ չեք խանգարում դուք ընդհանրապես եկեք գրանցվեք գնացեք։ Վարկմարկ կունենաք փակելու բան, չգիտեմ։ Կարող է բենզինը թանկացած լինի, չեմ ասում գնաճի մասին եք խոսում։ Վերջին 2 ամիսն է մնացել, հա։ Պատգամավոր Մարիա Կարապետյանը հետաքրքրվեց, ինչպես կբնորոշի Նիկոլ Փաշինյանը հաջորդ մանդատը, որը քաղաքացիական պայմանագիրը առաջիկա ընտրություններին խնդրելու է ժողովրդից։ Միանշանակ այդ մանդատը կանվանեի խաղաղության մանդատ։ Խաղաղությունը ամեն ինչ է եւ խաղաղությունը սովորական դարձնելու մանդատն է այդ մանդատը։ Ապա Բաբկեն Թունյանը հանդես եկավ հարակից զեկույցով, ընդգծեց, որ կրթության ու գիտության եւ առողջապահության ոլորտներում աշխատանքները երկարաժամկետ ներդրում են մեր տնտեսության մեջ։ Կառավարության զեկույցի շրջանակում ելույթներ ունեցան նաեւ 3 նախարարներ, այս դեպքում Դավիթ Խուդաքյանը, Արփինե Սարգսյանն ու Անահիտ Ավանեսյանը։ Նրանք մատնանշեցին իրենց ոլորտներում այն ձեռքբերումները, որոնք պայմանավորված են եղել կառավարության հնգամյա ծրագրով, նախանշելով պլանավորված անելիքները։ Այս ընթացքում խորհրդանը առաջին ընթերցմամբ ընդունեց թմրամիջոցների շրջանառության պատժի խստացման, ոսկերչության ոլորտի հարկային բեռի թեթևացման եւ երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ եւս 17 նախագծեր։ Քվեարկությանը որոշակի բացառություններով մասնակցեց նաեւ ընդդիմությունը։ Ներողություն եմ խնդրում իրական ուղղակի հարգելի ընդդիմություն, բայց քանի որ ձեզ մեկ գրանցվելուց ենք տեսնում, մեկ քվեարկելուց, հիմա հարցնեմ, էլի։ Հիմա խմբակցությունով նստած եք, ձեր խմբակցությունում ձեր հետ նստածը տիկին Էլինար Վարդանյանը, որը առաջադրվել է Գագիկ Ծառուկյանի ցուցակով, ու իրանք հայտարարել են, որ Ռոբերտ Քոչարյանին չեն պատրաստվում քվեարկել։ Հիմա ձեր խմբակցությունում քանի հոգի կա, օրինակ, որ հիմա ձեր կողքը նստած է ու չի պատրաստվում Ռոբերտ Քոչարյանին քվեարկել։ Ուզում եմ հասկանամ, գուցե տիկին Էլինար Վարդանը միաժամանակ մտնում է եւ ձեր մենքի մեջ եւ պարոն Ծառուկյանի։ Սելյակնակիցներ, քիչ առաջ դուք տեսաք ինչպես են SMS-ներով հրահանգներ իջեցվում։ Կոնեն պատկերացումը դա էր։ Մի քանի րոպե առաջ Նիկոլ Փաշինյանը հեռախոսով նկարում էր դահլիճի այս մասը եւ այդ նկարելուց հետո Վահագն Ալեքսանյանի մոտ հարց ծագեց մեր խմբակցության քվեարկությունների մասին։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան։ Ես ուրիշի գրագրությունը չեմ նայում, շնորհակալություն։ Պարոն Խաչատրյան, որ չեք նայում, ո՞նց է գնահատականներ հնչեցնում։ Ախր այս խելքին եք, որ այս օրինակ էլի, լուրջ եմ ասում։ Այս խելքին եք, որ հեսա անցողիկ շեմը չեք հաղթարելու, այ դրա համար է չեք հաղթար։ Հեսա ես ենթադրում եմ շուտով կտենաք ծեսխի էին նկարում։ Իսկ թե ինչ էր նկարել վարչապետ Փաշինյանը, տեսանյութը րոպեներ անց տեղադրեց իր Facebook-յան էջում, հետևյալ վերնագրով. ընդդիմությունը շտապ վերադարձավ դահլիճ, ահա թե ինչու։ Երեկվանից խորհրդանում կառավարության զեկույցն են քննարկում, ընդդիմությունը չկա, բայց այսօր եկել են քվեարկություններին մասնակցեն, որ պարգևավճարից չզրկվեն։ Պատկերացնում եք։ Տիգրան Վակիմյան, Հորիզոն։